Պարոն Ղուկասյան, ձեր մեկնաբանությամբ բոլոր ժամկետները մեղադրանքներին վաղուց լրացել են, բայց սակայն դատականիստը շարունակում է։ Իմաստը որն է ձեր կարծիքով։ Չգիտեմ, փաստաբաններին հարցրակը պատասխանի, ավելի նոր հավանական է։ Իսկ հիմա ժամկետները անցել է ու նորից շարունակվում է, ես չգիտեմ, տարի պետք է տևի թե 2 տարի, անիմաստ Գյումրիի ձելում հասնում ենք մի 10 մեքենայով գնում գալիս ենք, հսկայական այնտեղի դատարանը կառուցել տվեցինք այն ժամանակ, տարածքները իմ ժամանակ է կառուցվել, մի դատավոր կարող է հասնի այնտեղ, դա ես պետք է վերանայեն օրինակ։ Հիմա պատկերացրեք Սյունիքից մարդիկ պետք է կան հասնեն Երևան, Գյումրիից պետք է կան հասնեն Երևան, պետք է վերանայվի, եթե մենք դատարան չունենանք ուրիշ հարց։ Դատարանը կա, ամեն ինչը կա, դատարան կամ այնտեղ մի հատ հաստիկ տնեն, որ այս գործերը լսվի Գյումրիում կամ Մեղրիում կամ որևիցե մի քաղաքներում, սա Հեչ խելքի մոտիկ բան չէ եւ ասենք մարդկանց չարչարանք տանջանք այդքան բան։ Դուք հիմա ստանձնել եք Գյումրիի քաղաքապետի ծանր պարտականությունը, պատկերացնում եմ թե ինչքան գործեր կունենաք անելու։ Եվ հիմա եկաք եւ դատականիստը չկայացավ, այս անիմաստ ժամավաճառությունը ոնց է գնահատում։ Հիմա դուք պետք է գնահատեք, ասեն դուք տեսաք, դուք եք ներկա եք։ Հիմա ձեր խոսքն է կարևոր էստեղ, որ բարձրաձայնեք, ասեք։ Որը որ օբյեկտիվ է, ճշմարիտ է, թող այդպես առաջնորդվեն։ Սխալ է, որ ասենք Գյումրիում չկա մի հատ դատավոր, չեն կարող Գյումրիում ստեղծել հսկայական դատարանը, որ տեսնում ես, այս դատարանը գլուխը կխոնարհի մեր դատարանի դիմաց։ Մի հատ հաստիկներ բանանեն Գյումրիում, թող այս գործերը լսվի։ Թե չէ այսպես մարդիկ գնում գալիս են, ասենք լավ մենք հնարավորություն ունենք գնում գալիս են։ Բայց վերջը մնացած ժողովուրդը ոնց կա, դա ճիշտ չի։ Ես գտնում եմ միանշանակ ճիշտ է։ Ձեր առաջին քայլերը որոնք են եղել որպես քաղաքապետ։ Առաջին քայլերը հիմա հողհատկացումները այսքան լծված է մեր սեղանին, մի 500-ատ թե 1000-ատ այդպես լծված է, որ պետք է մարդիկ սպասում են, որ ինչ-որ մի բան կառուցեն քաղաքում, մինչև այսօր չեն տվել։ Հիմա պետք է գնանք նստենք, զբաղվենք դրանից, այդ հարցերը լուծվի, հողհատկացումները, աշխատավարձի բարձրացումը, մի խոսքով 1000 մեջերի գործեր ունենք։ Հիմա հետո հողհատկացում անեք, մտավախություն չունեք, որ մի որոշ ժամանակ հետո այդ հողհատկացումներով էլ կզբաղվեն։ Ավելի լավ է թողնենք այս երկրից գնանք, եթե տենց պետք է լինի։ Օրենքի տարով պետք է առաջնորդվենք, հիմա հադագագիծը կա, բանը կա, հիմա պետք է գնանք, մարդիկ դիմել են, որ ուզում են ինչ-որ մի բան կառուցել քաղաքում։ Բախում քաղաքապետի գնահատականը հենց փոքր եւ միջին բիզնեսի խտանումն է։ Յուրաքանչյուր քաղաքապետի կարելի է դրանով գնահատական տալ։ Հիմա իմ առաջի գործը դա պետք է լինի, որ արագ մարդկանց հողհատկացումներ անենք, աշխատատեղեր ստեղծվի, շենք-շինություն կառուցեն, գույկահարկմուծեն, հողի հարկմուծեն, բա եթե այդպես չէ, ինչի համար այդ քաղաքապետարանները։ Միութենական պետության հետ հարց լինելու ձեր հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրել։ Ինչ են այդպես աղմուկ բարձրացնում, որ միութենական պետություն ասելով Հայաստանի ինքնորոշության անկախության հետ կապված ով է քննարկում, որ ամբողջ աշխարհն է միութենական պետություններ ստեղծում, ամբողջ Եվրոպան միութենական պետություն է ստեղծել։ Չգիտեմ, այդպիսի պետություն չկա, որ ասենք մի քանի երկրներով իրանք ասենք միություն չլինի։ Այո, դա մեր հենց անվտանգությունը ապահովելու առաջի գրավականներից մեկն եմ ես տեսնում, որը շատ կարևոր է, իսկ նմանատիպ աղմուկ բարձրացնողներն է հավանական է նրանք Թուրքիայի կողմից ֆինանսավորվող անձնավորություններ են, որոնք ուզում են երկիրը սարքել թուրքական վիլա է։ Ուրիշ ոչ մի բան, այդտեղ Հայաստանի ինքնորոշման հետ կապված որևիցե մեկը նամանավան ինչպես մարդը երբեք չի կարող քննարկման կամ շահարկման առարկա դարձնի։ Այո, պետք է եւ մտնենք այդ միության մեջ, կարող ենք եթե Եվրոպան թույլ տա եվրոպական միության մեջ մտնենք, բոլոր միությունների մեջ թող լինի, որ պաշտպանենք մեր երկիրը, մենք շատ փոքր պետություն ենք։ Բայց նաեւ նախորդի մասին ապրիլ 24-յան ուղերձ է եղել սկանդալային Փաշինյանի հայտարարությունը, նախընթերցել եք, ճանաչել եք եւ հետո արդյոք այսպիսի հայտարարությունները, որոնք հիմնականում կարելի է բնորոշել որպես անատամ հայտարարություններ, մեզ տանում են խաղաղության, երկխոսության։ Նմանատիպ խաղաղություն մեզ երբեք պետք չի, գլուխը կախելով, ստորանալով, եթե որևիցե մեկը մտնում է, որ պետք է մենք ստորանանք ու խաղաղություն ձեռք բերենք, նմանատիպ խաղաղությունը ոչ մեկին պետք չի։ Ես գիտեմ, որ երկրի 90%-ը եւ ավելի ժողովուրդ այդպես է մտածում։ Ստորանալով խաղաղություն երբեք ոչ մի մեկը չի ցանկանա։ Մենք դրան դեմ ենք լինելու միանշանակ, ես ճիշտ ասած չեմ ծանոթացել, որ ծանոթացա իմ խոսքի տակ։ Ղուկասյան, դա վերադառնալով այս դատական նիստերին, արդյոք մտավախություն չունեք, որ նաև ընտրությունից հետո ձեզ իզոլացնելու գործընթաց կսկսվի։ Ուրեմն, եթե հանկարծ անօրինական ինչ-որ գործունեություն պետք է ծավալեն,
Դե կխայտարակվեն կդառնան, ես չգիտեմ, պլենդուզի մակարդակիների, չէ, հիմա պլենդուզից կիշտեն, ես չգիտեմ ուր կհասնեն։ Եթե սա իրանց ձեռն թույլ թողանեն։ Ես այդպեսի գործ չեմ արել, մենք այդպեսի բան հող հատկացումով մարդիկ բնականon կառուցել, կենսասպասարկման օբյեկտներ կառուցել են քվել, երկրաշարժից հետո սա Երևանը չէ, դա Գյումրին է։ 90% շենքշինությունները քանդված է եղել եւ բնականon կառուցելը մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է։ Եթե դրա համար ինձ պետք է օրինակ ինչ-որ մի բան անեն, թողանեն, ոնց ուզում են թողանեն։ Հետո կոնսենս չի մնա, կփոփոխվեն, իրենք էլ կգնան, հետո դրանից հետո իրանց որոշումները պետք է համար պատասխան տան։ Խո մեզ աշխարհը չոփով ծածկած չի հանգիստ է։ Կմերսես արի վերել։ Ոչինչ, անընդունելի է համարում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշ վառելը։ Օրինակ, ինչ կարծիք ունեք այս ամենի։ Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշ վառելը նրանք ամեն օր այնտեղ մեծ դրոշները վառում են հարսանիքների ժամանակ հայկական դրոշը կեդենների վրա է։ Մի անգամ չտեսանք, որ ինքը այնտեղ բարձրաձայն էր։ Միլիոն ու կես ազգը սպանել են, հիմա դրոշ վառելու համար այդքան վատ է զգում, հա։ Աբսուրդ է, աբսուրդ, խայտարակություն։ Շնորհակալություն։ Խնդրեմ։